2008 թվականի օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցները Գյումրու կենտրոնական շուկայում օպերացիա իրականացրին։ Հաղթանակի պողոտայից մտնելով շուկայի տարածք եւ հասնելով մինչեւ այսպես կոչված Լաչինի միջանցք, նրանք ձերբակալեցին տեղի դրամափոխներին եւ ոստիկանության 3 աշխատակիցներին։ Մեղադրյալների փաստաբան Իլիչ Հակոբյանը համոզված է, որ դա ավելի շուտ ցուցադրական ակցիա էր կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Այս շաբաթ մեկնարկեց գործի դատաքննությունը, իսկ փաստաբանը նշում է, որ մեղադրանքը չի բխում հանցագործության էությունից եւ պահանջում է մեղադրանքի վերավորակում։ Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 7-ին։ Գյումրիի Իսահակյանի նշենքի բնակիչների օրը այս շաբաթ էլ բացվում է նույն կերպ։ Մաքրում են առաստաղից քանդվող կտորները, քարերը։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ 3-րդ հարկի հարևանը միայն զուգարանից օգտվելու պատճառով հայտնվել էր առաջին հարկում։ Անցել է արդեն 1 շաբաթ, իսկ փլուզումների դեմ պայքարի համար տրվել է ընդամենը 5 պարկ ցեմենտ։ Մարտի 21-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Ախուրյանի Շաքարի գործարանի շինարարական հրապարակում։ Շինարարության բրիգադիր 25-ամյա Արտյոմ Նիկողոսյանը 2.5-3 մետր բարձրությունից ոտքը սայթաքելու հետևանքով վայր է ընկել եւ ստացել բավականին լուրջ մարմնական վնասվածքներ՝ ծանր գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, ուղեղային կոմա։ Առաջին բուժօգնությունը տեղի հիվանդանոցում ստանալուց հետո Նիկողոսյանը շտապ տեղափոխվել է Երևանի Էրեբունի հիվանդանոց։ Նիկողոսյանի վիճակը համարվում է ծանր, բայց կայուն։ Մարտի 24-ին քամին մեծ ավերածություններ պատճառեց հանրապետության շատ քաղաքներում։ Ուժգին քամիների ոլորապտույտում հայտնվեցին նաև Շիրակի մարզի քաղաքներն ու գյուղերը։ Գյումրիում վայրկյանում 22 մետր արագությամբ մոլեգնող քամին հսկայական կորուստների պատճառ դարձավ, բարեբախտաբար ոչ անդառնալի։ Թույլ ձյունով ուղեկցվող քամին պոկել էր տանիքներ, կոտրել ապակիներ, ծառեր, պատշգամբներ եւ այլն։ Բայանդուրցիները սեփական ուժերով սկսեցին վերականգնել քամու պատճառած հետևանքները, քանդված տանիքները եւ այլն։ Մարտի 24-ը տհաճ անակնկալ մատուցեց Վանաձորի Վարոսյանների ընտանիքին։ Նաիրիի թիվ 9A տան բնակիչները ուժգին քամու պատճառով կորցրին իրենց տան տանիքը։ Հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ են կանգնել։ Թուլացել է տան հարևանության պատճող Եղևնին եւ եւս մեկ ուժգին քամի ու հսկա Եղևնին կհայտնվի իրենց տանը։ Շատ վտանգավոր Եղևնի է, դա որ վերընկնի ամբողջ տանիքը կփլվի։ Խնդրում ենք, որ գոնե թույլատրենք, կտրենք կամ իրանք կտրեն։ Բնությունը մեր տունն է, եւ բոլորս պարտավոր ենք սիրել ու մաքուր պահել մեր բնությունը, հանկարծ հիշել են Լոռու մարզպետարանում։ Այս կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը հանձնարարական է իջեցրել, որ ձնհալներից հետո բոլոր համայնքապետերը իրականացնեն մեծածավալ աղբահանման աշխատանքներ, իսկ այս միջոցառումների նպատակը ոչ միայն մաքրություն ապահովելն է, այլև բնակչության մոտ մաքրակենցաղության արմատավորումը, վստահեցնում են տեղի պաշտոնյաները։ Մաքրված են Ալավերդի Վանաձոր մայրուղին, Ալավերդի, Տաշիր եւ Ստեփանավան քաղաքների մուտքերը։ Իդեպ չթույլատրված վայրում աղբ թափելու եւ շինարարական աղբ թողնելու համար սահմանված է բնապահպանական պատժամիջոցներ, սկսած 50,000 դրամից մինչեւ քրեական պատասխանատվություն։ Վանաձորի Տիգրան մեծ փողոցի գետնանցումները թեև սահմանված են մարդկանց անվտանգ անցուդարձն ապահովելու համար, սակայն երկար ժամանակ դրանք մեծ աղբամաններ էին հիշեցնում։ Այսօր անցումները աղբից մաքրված են, բայց մարդիկ նորից չեն կարողանում օգտվել անցումներից, քանի որ դրանք ամուր աղավանդակներով փակված են, որպեսզի նորից աղբ չկուտակվի։ Հիմա վանաձորցիներն ուզում են, որ գետնանցումները ստանան իրենց նախկին տեսք, այսինքն վերականգնեն բովանդակությունը, որ լինեն գետնանցումները մարդկանց համար, ոչ թե աղբանոց կամ ճաղավանդակների արանքում կորած տարածք։ Քաղաքային իշխանությունները սակայն վստահեցնում են, որ անցումը փակվել էր վերականգնողական աշխատանքների համար եւ շուտով այն կսկսի գործել։ Այս շաբաթ մի լավ լուր իմացան վանաձորցիները՝ ի տարբերություն գազի եւ էլեկտրաէներգիայի, ջրի սակագինը ապրիլի 1-ից Վանաձորում չի թանկանա, կմնա 95 դրամ 1 խոհանարդ մետրի դիմաց։ Այս լուրը վանաձորցիներին ավետեց Լոռի ջրմուղկոյուղի Փակbaşնտիրական ընկերության տնօրեն Արարատ Գինոսյանը։ Նա նաեւ 2008 թվականի ջրամատակարարման տարին համարեց հաջողված։ Հունիսի 1-ից Վանաձորի քաղաքապետարանի ավտոհավաքակայան հիմնարկությունը կդադարեցնի իր գործունեությունը եւ 14 մարդ կզրկվի աշխատանքից։ Վանաձորի ավականին էր հավանություն տվել ավտոհավաքակայանի գործունեության դադարեցման քաղաքապետարանի որոշմանը։ Այս քայլը քաղաքապետարանում բացատրում են ամենևին ոչ ֆինանսատնտեսական ճգնաժամով։ Ուղղակի նպատակահարմար է գտնվել նույն գործառույթներն ավելի օպտիմալ ճանապարհով իրականացնել եւ տարեկան 6-ից 10 միլիոն դրամ խնայել, իսկ այդ գումարն ուղղել այլ ավելի կարեւոր ոլորտների զարգացմանը։ Ալավերդու անմեղ զոհերի հուշակոթողը բարեկարգելու եւ պուրակ ստեղծելու նպատակով 2009 թվականի բնապահպանական գումարներից 6 միլիոն 200,000 դրամ է հատկացվել։ Աշխատանքներն արդեն սկսվել են։ Կբարեկարգվի մոտավորապես 530 քառակուսի մետր տարածք, կտեղադրվեն 250 գծամետր բազալտե քարեր, կբարեկարգվեն Եղիցի Լուիս կոթողի շրջակայքը եւ հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան հերոսամարտի ու զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տարածքները։
Ալավերդում ոչ միավ ձիահով, սակայն վեներական տարաբնույթ հիվանդություններով ամսական 20-ից 25 դեպք է գրանցվում։ Բժիշկ վեներոլոգները նման հիվանդությունների այդչափ տարածվածությունը բացատրում են նաև գիտելիքների պակասով, եւ այդ առումով այսօր արդեն պետական մակարդակով խնդիրներ լուծելու միջոցներ են ձեռնարկվում։ Ալավերդու թիվ 5 դպրոցում անցկացվում է դասընթաց, որի համակարգող Օլեգ Իգնատյենկոն սկզբում մտավախություն ուներ, որ դասընթացը հետաքրքիր չի լինի երեխաների համար եւ արձակուրդի ընթացքում երեխաները կզլանան հաճախել դասընթացներին, սակայն ի ուրախություն Իգնատենկոյի Ալավերդու 4 դպրոցներից 20 աշակերտ մասնակցում է դասընթացին։ Ալավերդում նշեցին ֆրանսախոսների տոնը։ Ալավերդու արհեստագործական ուսումնարանի սաների պատմությունները հիմնականում ֆրանսահայ արվեստագետների հայ-ֆրանսիական բարեկամության մասին էին։ Հայ-ֆրանսիական բարեկամության հիմքերը դրվել են դեռ 19-րդ դարում, երբ ֆրանսիացիները հետաքրքրվեցին Ալավերդու պղնձի հանքերով։ Ալավերդու արհեստագործական ուսումնարանը նաև պաշտոնապես է Ֆրանսիայի բարեկամը։ 3 տարի առաջ այդ մասին պայմանագիր է ստորագրվել։ Ֆրանսախոսների տոնի կապակցությամբ ալավերդցի երիտասարդները երգեցին ֆրանսերեն երգեր։ Նախորդ տարվա 2-ի փոխարեն այս տարի դպրոցներից յուրաքանչյուրին կտրամադրվի մանկական ճամբարների 4-ական ուղեգիր։ Արդյունքում 9-ից 14 տարեկան ալավերդցի 55 երեխա հուլիս-օգոստոս ամիսներին ամառային հանգիստը 10 օրով կանցկացնի Վանաձորի Ծիծեռնակ ճամբարում։ Ճամբարներում կհանգստանան Երկրապահ կամավորականների միության անդամների եւ քաղաքապետարանի աշխատակիցների երեխաները։ 35 մեծահասակ էլ կհանգստանա Վանաձորի Արմենիա առողջարանում։ Ուղեգրեր կտրամադրվեն ԵԿՄ անդամներին, վետերաններին, Կարմիր խաչի եւ Փարոսի շահառուներին, ինչպես նաև Ալավերդու 10 դպրոցների մեկական ուսուցիչների։ Մինչ շախմատային օլիմպիադաների հաղթող արդեն համաշխարհային ճանաչում ձեռք բերած Լևոն Արոնյանը միջազգային ասպարեզում շարունակում է հաղթական արշավը, ալավերդցի փոքրիկները նրանից օրինակ վերցրած փորձում են շախմատային քայլերն ինքնուրույն անել։ Հունվարից սկսած Ալավերդու թիվ 12 դպրոցում գործում է շախմատի խմբակ, սակայն քանի որ մեթոդական ձեռնարկում շախմատի համար առանձին ժամեր նախատեսված չեն, տնօրենը որոշել է դրանք անցկացնել դպրոցական ծրագրից դուրս։ Շաբաթը 2 անգամ դպրոցի զինղեկը երեխաներին սովորեցնում է շախմատ խաղալ։ Մարզիչը նշում է, որ երեխաները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում դասընթացներին։ Շատերն են ուզում մասնակցել, սակայն առայժմ միայն հնարավոր է 30 աշակերտի հետ աշխատել։ Այս շաբաթ լրացավ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ ՀՀԿ նախկին նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահվան 2-րդ տարելիցը։ Սևանում ՀՀԿ տարածքային կառույցի կազմակերպած Գարեգին Նժդեհի ուսմունքը խորագրով միջոցառման մասնակիցները 1 րոպե լռությամբ հարգեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակը։ Անցած շաբաթ ՀՀԿ տարածքային կառույցը Սևանում կազմակերպեց նաև բաց դռների օր, եւ Երևանից ժամանած բժիշկները անվճար բուժօգնություն ցույց տվեցին սևանցիներին։